Նայեք ձեր սմարթֆոնին։ Կարևոր չէ թե ինչ է գրված դրա վրա, Apple, Samsung կամ Xiaomi։ Կարևորն այն է, որ ամենայն հավանականությամբ այն հավաքվել է մի քաղաքում, որտեղ 40 տարի առաջ ձկան հոտ էր գալիս, իսկ երկնաքերերի փոխարեն խարխուլ տնակներ էին։ Այո, այսօր Չինաստանի այս տարածաշրջանը արտադրում է մոլորակի գրեթե ամբողջ էլեկտրոնիկան, բայց սա հարց է առաջացնում, թե ինչպես գյուղատնտեսական երկիրը, որն ապրում է ռացիոնալ քարտերով ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում դարձավ երկրի տեխնոլոգիական սիրտը։ Տեկտայ ալիքը ձեզ հետ է։ Իմ անունը Սլավա է եւ այսօր մենք կվելուծենք պատմության ամենամեծ տնտեսական հնարքը։ Հարմարավետ նստեք, մեկնաբանություններում գրեք, թե որ չինական արտադրության սարքն եք օգտագործում, բայց ոչ չինական եւ մենք գնում ենք։ Այսպիսով 1978 թ. 11-րդ գումարման 3-րդ ժողովում Դեն Սյաոպինը փաստացի գալիս է իշխանության եւ հենց նա է ազդարարում բարեփոխումների եւ բացության դարաշրջանի սկիզբը։ Եվ կարելի ասել, որ սա ժողովրդավարացում չէր արևմտյան իմաստով։ Սա ամենայն հավանականությամբ մի տեսակ հաշվարկ է։ Գաղափարն այն էր, որ Չինաստանը պետք է ամբողջությամբ ծրագրված տնտեսությունից անցնի մի համակարգի, որտեղ շուկան պետք է դառնա աճի գործիք, բայց պետական վերահսկողության ներքո։ Եվ այս որոշման ֆոնին 1979 թվականին ընդունվեց օրենք օտարերկրյա կապիտալով համատեղ ձեռնարկությունների մասին։ Չինաստանի պատմության մեջ առաջին անգամ օտարերկրյա ընկերություններին թույլատրվել է ներդրումներ կատարել չինական արտադրության մեջ, իսկ արդեն 1980 թվականին ստեղծվեցին առաջին հատուկ տնտեսական գոտիները, եւ նրանց մեջ առանցքային է դառնում Շենժեն քաղաքը։ Այն ժամանակ դա մոտ 30,000 բնակչությամբ տարածք էր։ Կոպիտ ասած, ձկնորսական շրջան Հոնկոնգի մոտ։ Բայց Չինաստանի այն ժամանակվա ղեկավարությունը միտումնավոր դա վերածեց տնտեսական փորձի եւ ներմուծեց հետեւյալ օրենքները։ Առաջինն այն է, որ եկամտահարկը նվազեցվում է մինչև 15%։ Երկրորդն այն է, որ հողերը էժան են տրամադրվում, նավահանգստային ենթակառուցվածքներ են կառուցվում, օտարերկրյա գործարանների համար հնարավորին սրճարաններից հարմար պայմաններ են ստեղծվում։ Եվ սա կարելի է ասել լավագույն լուծումն է օտարերկրյա ընկերություններին, տեխնոլոգիաներին ու փողերին արագ ներգրավելու, դրանով իսկ տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացումն արագացնելու համար։ 1980-ականների կեսերին սկսվեց Պել գետի լայնածավալ ուրբանիզացումը։ Մարգարիտ գետի դելտան գտնվում է Չինաստանի հարավում, Հոնկոնգի եւ Մակաոյի կողքին։ Հենց այս վայրում կային հարմար ծովային նավահանգիստներ, անմիջական կապ աշխարհի հետ, շուկաներ եւ մուտք դեպի Հոնկոնգի կապիտալ եւ փորձ։ Գումարած այս տարածաշրջանում արդեն գործել են առաջին հատուկ տնտեսական գոտիները։ Այս պատմության մեջ առանձնահատուկ դեր է խաղացել Հոնկոնգը։ Այն դարձել է ոչ միայն Չինաստանի հարևան, այլ նաև համաշխարհային տնտեսության ֆինանսական պորտալ։ Ներդրումները եկան Հոնկոնգով, կնքվեցին պայմանագրեր, արտահանումներ կատարվեցին, արևմտյան ընկերություններին հասկանալի իրավական սխեմաներ գործեցին։ Փաստորեն հենց Հոնկոնգն էր, որը դարձավ կամուրջը, որով Չինաստանը միացավ համաշխարհային արդյունաբերությանը։ Այս բարեփոխումների ֆոնին Թայվանից եւ Հոնկոնգից ընկերությունները սկսեցին կղզիներից արտադրություն բերել չինական մայրցամաք, որտեղ կոպիտ ասած կար էժան աշխատուժ, հարկային արտոնություններ ու հատուկ տնտեսական գոտիներ։ 1988 թվականին թայվանական Foxconn ընկերությունը բացեց իր առաջին խոշոր գործարանը Շենչենգում։ Այս որոշումը դառնում է շրջադարձային։ Foxconn-ը աստիճանաբար մոդել է կառուցում Չինաստանում լայնածավալ պայմանագրային արտադրությունից դուրս։ Եվ կարելի է ասել, որ Foxconn-ի նման ընկերությունների շնորհիվ Չինաստանը դառնում է Apple-ի, Dell-ի, HP, Sony եւ տասնյակ այլ համաշխարհային բրենդների արտադրական բազան։ Եվ հենց այս ժամանակաշրջանում ծնվեցին էլեկտրոնիկայի ժամանակակից մոդելը, գաղափարներն ու ապրանքանիշերը արևմուտքում, իսկ լայնածավալ արտադրությունը Չինաստանում։ Այո, կարելի է ասել, որ սա արդեն հաջողություն է, բայց առանցքային պահը գալիս է 2001 թվականի դեկտեմբերի 11-ին։ Այս օրը Չինաստանը միանում է առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Սա նշանակում է, որ երկիրը սկսում է խաղալ առևտրի միջազգային ընդհանուր կանոններով։ Պարզ ասած, Չինաստանը դադարել է բիզնեսի համար գորշ գոտի լինելուց եւ դարձել է համաշխարհային տնտեսության լիարժեք մասը։ Բարեփոխումների մի քանի տասնամյակի ընթացքում երկիրը վերածվում է աշխարհի գործարանի եւ հենց 2001 թվականի ընթացքում տեղի ունեցավ համաշխարհային էլեկտրոնային արտադրության միգրացիան դեպի հարավային Չինաստան։ Եվ այստեղ առանձին հարկ է նշել, որ խոսքը միայն էժան աշխատուժի մասին չէր։ Գլխավորը կանխատեսելիությունն է։ Ահքին անդամակցելուց հետո Չինաստանը ընկերություններին առաջարկեց 3 բան՝ կայունություն, մասշտաբ եւ արագություն։ Եթե Apple-ը կամ Dell-ը նախատեսում էին արտադրել 5 միլիոն սարք, ապա Չինաստանը կարող էր երաշխավորել այս ծավալը։
2000-ականների սկզբին ոչ մի այլ երկիր պատդրական բազա։ Կարևոր դեր է խաղացել նաև կառավարության աջակցությունը։ Առանց կառավարության աջակցության ընկերությունը նման հաջողության չէր հասնի։ Նրանք նման են երկու շարժակների, որոնք միասին պտտվում են կալանքով։ Արտահանողները ստացել են ԱԱՀ-ի վերադարձ, գործարանները էժան վարկեր, իսկ ռազմավարական արդյունաբերությունները ուղղակի սուբսիդիաներ եւ պետական պատվերներ։ Սա նվազեցրեց բիզնեսի ռիսկերը եւ արագացրեց արդյունաբերության աճը։ Ինչ վերաբերում է Շենչեն կոչվող փոքրիկ քաղաքին, ապա 50-100 կմ շառավղով ձևավորվում է եզակի արդյունաբերական կլաստեր Դոնգուա, Գուանչու եւ Ֆոշան։ Այս շրջաններում արտադրվում են տպագիր տպատախտակներ, պատյաններ, տեսախցիկի մոդուլներ, մարտկոցներ, միակցիչներ, էկրաններ եւ այլն։ 1993 թվականին հիմնադրված BOE Technology նման ընկերությունները դառնում են էկրանների շուկայում համաշխարհային խաղացողներ։ Empirix Technology, որը հիմնադրվել է 1999 թվականին, առանցքային դեր է խաղում լիթիում-իոնային մարտկոցների մշակման գործում։ Գումարած այս ամենը կապված է մեկ լոգիստիկ համակարգով, որը ձևավորվել է 1978 թվականին։ Այս ամբողջ ինժեներական արագության սիրտը Huawei-ն է։ Եվ կարելի է ասել, որ սա էլեկտրոնիկայի իսկա շուկա է Չինաստանի հարավային քաղաքում, Հոնկոնգի հետ սահմանի մոտ։ 2000-ականներին սարքի աշխատանքային նախատիպը հնարավոր էր հավաքել 24-48 ժամում։ Մատակարարների այնպիսի սխտություն, ինչպիսին այս շուկայում չկար աշխարհում ոչ մի տեղ։ Եվ այս բոլոր իրադարձություններին զուգահեռ հայտնվում է մի երևույթ, որը կոչվում է շանչայ։ Սրանք փոքր գործարաններ էին, որոնք արտադրում էին հարաճանաչ հեռախոսների այլընտրանքային տարբերակներ։ Իրականում դրանք հայտնի մոդելների պաշտոնական պատճենները չեն։ Եվ այստեղ կարծում եմ շատերը կհիշեն մեծ հիթերի այդ նույն չինական տարբերակները։ Հիշում եք, օրինակ, Nokia-ի փոխարեն Nokia-ն կամ iPhone-ը հեռուստացույցի ալեհավաքով, 2 SIM քարտով եւ տարօրինակ մենյուներով։ Եվ հետո ինչպիսին էր։ Արտաքինից այն գրեթե ֆլագմանի տեսք ունի։ Ներսում շատ կրեատիվ մեկնաբանություն կա։ Իսկ տարբեր աղբյուրներում շանժայը պարզապես պատճենահանում չէր, դա կարելի է ասել արագ ադապտացիա էր։ Պետք է երկրորդ SIM քարտ։ Խնդիր չկա, այստեղ դուք կարող եք օգտագործել այն։ Մեզ հզոր բարձրախոս է պետք, խնդրում եմ լսեք ձեր առողջությանը։ Պայծառ մարմին, խնդրում եմ աչքի ընկնել։ Այս ամենը այս սարքերում էր եւ մարդիկ շատ էին ուզում դա։ Բայց գիտեք, այս դեպքում մենք որակի մասին չենք խոսում։ Ացյան Բենդեր ունի իր հայտնի հաշվիչները ընդամենը 1 մետր լայնությամբ։ Այո, տարածքը փոքր է, բայց ամեն օր 100 հազարավոր այցելուներ եւ միլիարդավոր յուաններ են շրջանառվում։ Իդեպ համարյա մոռանում էի ամենագլխավորը, հենց այս պահին այս պատմության մեջ առանցքային դեր խաղաց թայվանական Mediatek ընկերությունը։ Այն սկսեց առաջարկել ոչ միայն առանձին չիպեր, այլ պատրաստի հարթակներ, այսպես կոչված տեղեկատու դիզայներ։ Սա նշանակում էր, որ փոքր գործարան ստիպված չէին 0-ից նախագծել հեռախոսը։ Mediatek-ը տրամադրել է գրեթե ամեն ինչ՝ պրոցեսոր, տախտակի դիզայն, ծրագրակազմ եւ հիմնական համակարգի կարգավորում։ Արտադրողը բառացիորեն պետք է հավաքագրեր էկրանը, տեսախցիկը, բարձրախոսը եւ սարքը կարող էր շուկա դուրս գալ։ Այդ իսկ պատճառով շուկան սկսեց աճել պայթյունավտանգ տեմպերով։ Մուտքի շեմը դարձել է նվազագույն, իսկ նոր մոդելների թողարկման արագությունը ֆենոմենալ։ Այո, արևմուտքը սա դիտում էր որպես ծովահենություն, բայց ըստ էության դա զանգվածային ճարտարագիտության դպրոց էր։ Հազարավոր ինժեներներ սովորեցին հարմարից տախտակները, փոփոխել որոնվածը եւ արագացնել արտադրանքի վաճառքը շուկա։ 2010 թվականին Չինաստանն այլևս ոչ միայն այլ մարդկանց հեռախոսներ էր հավաքում, այլ ներդրումներ էր կատարում տեխնիկական կրթության մեջ։ Երկիրը զանգվածաբար զարգացրել է ճարտարագիտական համալսարաններ, պատրաստելով արդյունաբերության եւ էլեկտրոնիկայի մասնագետներ։ Ինժեներների այս հոսքն էր, որ հետագայում Չինաստանին թույլ տվեց այլ մարդկանց սարքերի հավաքումից անցնել սեփական տեխնոլոգիաների եւ ապրանքանիշերի զարգացմանը։ Առաջին ապրանքանիշը, որ ես ուզում եմ հիշել, կոչվում է Huawei։ Ընկերությունը հիմնադրվել է 1987 թվականին որպես հեռահաղորդակցության սարքավորումների մատակարար։ Սկզբում ընկերությունն աշխատում էր օպերատորների ցանցերի վրա, իսկ 2010 թվականին սկսեց սեփական սմարթֆոնների արտադրությունը։ Ուշադրության կենտրոնում միշտ եղել են տեխնոլոգիաները, կայունությունը եւ սեփական չիպերը, որոնք կոչվում են Kirin։ Մինչև 2018 թվականը սմարթֆոնների երկրորդ արտադրողն աշխարհում եւ նրա սարքերը սկսում են մրցակցել iPhone-ի եւ Samsung-ի հետ տեսախցիկների եւ կատարողականության մեջ։ Բայց հետո մենք գիտենք, թե ինչ է եղել, եթե ոչ, ապա տեսանյութն արդեն իմ ալիքում է։ Երկրորդ ընկերությունը Xiaomi-ն է, որը հիմնադրվել է 2010 Սկզբում դա ստարտափ էր, որը արտադրում էր էժան, բայց հզոր սմարթֆոններ, մաքուր եւ հարմարավետ MIUI որոնվածով։ Խաղադրույքը առցանց վաճառքի, երկրպագուների համայնքի եւ գնի որակի ագրեսիվ հարաբերակցության վրա էր։
Ստեղծումից մի քանի տարի անց Xiaoxin մտնում է համաշխարհային արտադրողների 5 լավագույն արտադրողների մեջ եւ սկսում է ընդլայնվել արտաքին շուկաներում։ Բայց սա կարելի է ասել այսբերգի գագաթն է։ Ամբողջական նյութը նույնպես իմալիքում է։ Oppo ապրանքանիշը հայտնվեց 2004 թվականին, բայց սմարթֆոնները սկսեցին ակտիվորեն արտադրվել ականների ինչ որտեղ ավելի մոտ 2010 թվականին։ Ուշադրության կենտրոնում էին տեսախցիկը, ոճային դիզայնը եւ արագ լիցքավորումը, ինչպես նաեւ մարքեթինգային եւ օֆլայն խանութները։ Դա այս ցանկը լրացնում է Vivo անունով ապրանքանիշը։ Այն հիմնադրվել է 2009 թվականին եւ ի սկզբանե կենտրոնացել է օգտատիրոջ համար նորարարական հատկանիշների վրա։ Մասնավորապես արխիվի տեսախցիկ, Hi-Fi ձայն, մատնահետքի սկաներ եւ այլ բարիկներ։ Բոլոր հաջողակների մասին ավելի հեշտ է ասել, որ ալիքում կա տեսանյութ։ Եթե հետաքրքրված է, խնդրում ենք նայեք։ Դե իսկ ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այն դադարել է պարզապես գործարան լինել բոլորի համար եւ դարձել է լիարժեք տեխնոլոգիական մրցակից համաշխարհային շուկայում։ Դե միայն օրինակի համար 2024 թվականին Շենժենը ներկայացրել է 16300 միջազգային արտոնագիր, ավելի շատ, քան աշխարհի ցանկացած այլ քաղաք։ Արժե առանձնացնել Huawei ապրանքանիշը, այն կազմում է այս թվի 40%-ը։ Բայց սա այդպես է, կարելի է ասել, ինֆորմացիան առաջ է գնում։ 2015 թվականին Չինաստանը գործարկել է Made in China կոչվող ծրագիրը։ Եվ սա կարելի է ասել ռազմավարական ծրագիր է երկիրը էժան ապրանքների համաշխարհային գործարանից տեխնոլոգիական առաջատարի վերածելու համար։ Այս ռազմավարության հիմնական գաղափարը ոչ միայն հեռախոսներ, գadgetներ հավաքելն է, այլև տեխնոլոգիան վերահսկելը եւ շահույթի մեծ մասը ստանալը։ Դրան հասնելու համար Չինաստանը մի քանի առանցքային քայլեր է ձեռնարկել։ Քայլ թիվ 1 ռոբոտաշինությունն է, արհեստական ինտելեկտը, 5G հեռահաղորդակցությունը եւ կիսահաղորդիչների արտադրությունը։ Երկրորդ քայլը ոլորտին աջակցելն է։ Միլիարդավոր դոլարներ են ներդրվում տեխնոլոգիական պարկերի կառուցման, ավտոմատացման եւ գործարանների սուբսիդավորման համար։ Դե երրորդ քայլը արդյունքն է։ Գործարանները դառնում են ավելի խելացի եւ ինքնաբավ։ Չինաստանը վերահսկում է հիմնական տեխնոլոգիաները, նրանք միայն հավաքում են այլ մարդկանց արտադրանքը։ Բայց գիտեք, նույնիսկ նման արագ տեխնոլոգիական աճի ֆոնին Չինաստանը դեռևս ունի թույլ կետ, այն է առաջադեմ չիպերի բացակայությունը։ Սմարթֆոնների, սուպերհամակարգիչների ժամանակակից պրոցեսորներն արտադրվում են 5 նանոմետրից պակաս պրոցեսի տեխնոլոգիայի միջոցով։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հատուկ սարքավորում, որը կոչվում է լիտոգրաֆիկ մեքենաներ։ Իսկ այս սարքավորումն արտադրում է միայն հոլանդական SML ընկերությունը։ Կոպիտ ասած, առանց այդ սարքավորման անհնար է նոր սերնդի չիպեր արտադրել։ Եվ ահա հարցը, ինչու եմ ես ասում այս ամենը, եթե այնքան պարզ է, որ Չինաստանն այսօր ամեն ինչ անում է։ Պարզապես ուզում եմ հստակեցնել, այս սարքավորումների մատակարարման սահմանափակումները ցույց տվեցին, որ Չինաստանը դեռ չի կարող ամբողջությամբ արտադրել ամենաառաջադեմ չիպերը։ Այսինքն երկիրը գերակշռում է արտադրության ծավալների, լոգիստիկայի, բաղադրիչների, մարտկոցների եւ հազվագյուտ հողերի վերամշակման ոլորտներում։ Սակայն քրիտիկական առաջադեմ կիսահաղորդչային տեխնոլոգիաները դեռևս հիմնված են օտարերկրյա մատակարարների վրա։ Բայց նույնիսկ չնայած դրան, պատկերացրեք այս արդյունաբերական մեքենայի մասշտաբները։ Այսօր միլիարդավոր գadgetների հետևում, որոնք մենք ամեն օր պահում ենք մեր ձեռքերում, կան իրական պայմանագրային արտադրական հսկաներ, որոնք տեղակայված են Չինաստանում։ Մասնավորապես այս ցուցակում առաջինը իհարկե Foxconn է ամենահայտնի արտադրողը, որի գործարանները գտնվում են Շենժենում, Չենգշոուում, Չենդիում, Չուհայում եւ այլն։ Վիգրոնը Apple-ի գլխավոր գործընկերն է, որը հավաքում է iPhone-ներ եւ iPad-ներ։ Գործարանները գտնվում են Շենչենում, Չենգշոուում եւ Թայվանում։ Վիստրոնը գործարան է, որը հավաքում է Apple սարքերը, այդ թվում iPhone-ը։ Իսկ այս գործարանը գտնվում է Չենգշոուում։ Vanta Computer-ը HP, Dell-ի եւ Apple-ի համար նոթբուքերի խոշորագույն արտադրողն է։ BYD Electronic-ը բացի մեքենաներից սմարթֆոններ է հավաքում Huawei-ի, Xiaomi, Oppo-ի եւ Vivo-ի համար։ Եվ այս ցուցակը կարող է շատ երկար շարունակվել, բայց չնայած դրան Չինաստանը դեռևս չի գործում լիակատար ինքնավարության մեջ։ Չնայած գործարանների մասշտաբին եւ մատակարարման շղթայի խտությանը, համաշխարհային էլեկտրոնիկան համաշխարհային համագործակցության արդյունք է։ Առանց որոշ երկրների չինական հսկաներ պարզապես չէին կարողանա նույն ծավալով եւ որակով սմարթֆոններ, նոթբուքեր եւ գadgetներ արտադրել։ Իսկ օրինակ Հոլանդիան ունի վիմագրական մեքենաներ։ 5 նանոմետրից պակաս պրոցեսի տեխնոլոգիա ունեցող ամենաժամանակակից չիպերի համար անհրաժեշտ են հատուկ լիտոգրաֆիայի մեքենաներ։ Առանց այս սարքավորումների գործարանները չեն կարողանա արտադրել բարձրակարգ պրոցեսորներ սմարթֆոնների եւ սուպերհամակարգիչների համար։ ԱՄՆ-ն այս ցուցակում կախված է պրոցեսորից եւ ծրագրաշարից։ Ամերիկյան ընկերությունները մատակարարում են GPU եւ միկրոկոնտրոլերներ։ ԱՄՆ-ը նաեւ վերահսկում է չիպերի նախագծման ծրագրակազմը եւ մասնագիտացված գործիքները։
Նույնիսկ չինական բոլոր ջանքերով առանց այդ տեխնոլոգիաների հնարավոր չի լինի Apple-ի կամ Qualcomm-ի մակարդակով պրոցեսոր պատրաստել։ Այս ցուցակում Հարավային Կորեայի գլխավոր տեղը հիշողությունն ու էկրանն է։ RAM եւ NAND հիշողություն Samsung E-ից եւ S-Unix-ից, բարձր լուծաչափով OLED էկրաններ, որոնք կարևոր են սմարթֆոնների, նոութբուքերի եւ հեռուստացույցների համար։ Չինական գործարանները հավաքում են սարքը, սակայն առանց հարավկորեական բաղադրիչների արտադրությունը խիստ սահմանափակ է։ Ճապոնիան ամբողջապես կապված է նյութերի եւ երկիրը ստանում է կիսահաղորդիչների ֆոտոռեզիստենտներ եւ քիմիական նյութեր, սմարթֆոնների համար նախատեսված ոսպնյակներ եւ տեսախցիկներ, ինչպես նաեւ ճշգրիտ մեխանիկական բաղադրիչներ, բոլորը Ճապոնիայից։ Գերմանիան եւ Եվրոպան Չինաստանի համար նշանակում են սարքավորումներ եւ փորձարկումներ։ Չինաստանի համար դրանք բարձր ճշգրտության մեքենաներ են, չափիչ համակարգեր եւ չիպերի եւ տախտակների փորձարկման գծեր։ Այս ամենը գալիս է Գերմանիայից եւ եվրոպական այլ երկրներից։ Այս սարքավորումն օգնում է չինական գործարաններին պահպանել որակի բարձր մակարդակ եւ արտադրության արագություն։ Երբ գրպանից հանում ես սմարթֆոնը, ձեռքում ես ոչ միայն սարք, այլև ժամանակակից պատմության ամենամեծ արդյունաբերական նախագծերից մեկի արդյունքը։ Եվ այսօր հիմնական հարցն այն է, որ այլևս այն չէ, թե ինչու Չինաստանը դարձավ կենտրոն, մենք լսեցինք դրա մասին եւ արդեն պարզ է, բայց արդյոք նա կկարողանա պահպանել այս առաջատարությունը պատժամիջոցների, չիպային պատերազմների եւ արտադրության դիվերսիֆիկացման դարաշրջանում։ Սա եւս մեկ հարց է, որի պատասխանները չկան։